Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Թողարկումը սկսենք մի ողբերգական դեպքի մասին լուրով։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկի բակում անչափահասի դի է հայտնաբերվել։ Ոստիկանները ճոճաթոռի վրա են հայտնաբերել նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դին, աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։ Մահացածի մարմնի մոտ հայտնաբերվել է օդաճնշի հրացան։ Ըստ նախնական տվյալների տղան ինքնասպան է եղել այդ զենքով։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների տղան սովորում էր Հայաստանում բուհերից մեկի առաջին կուրսում։ Շարունակենք։ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ևս երկու ապրանքատեսակի փոխադրման հնարավորության շուրջ։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այլ մանրամասներ չներկայացնելով։ Նախարարը անդրադառնալով Ադրբեջանից հեղուկ գազի տարանցմանը շեշտել է, թե այդ հնարավորությունը մրցակցություն է առաջացնում։ Նույնիսկ այն ընկերությունները, որոնք կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու, քանի որ կա երկաթուղու այլընտրանքը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը եւ ՀԱՊԿ-ն կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել Երևանի եւ ռազմական դաշինքի միջև ծագած խնդրահարույց հարցերում։ Ռոսիա 24-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ Մոսկվայի համար Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Ըստ դիվանագետի Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի եւ Երևանի հարաբերություններում։ Դեսպանը նաև նշել է, որ Մոսկվան բաց է քննարկելու Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը Թրամփի ուղի նախագծում, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվում է։ Նա ճեպազրույցում վստահեցրել է, որ փոխվել է ծառայության բնույթը, այսինքն այն կարող է շարունակվել, պարզապես գնդերեցները պետք է ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Հարցին, թե ինչով էր խանգարում բանակում հոգևոր ծառայություն իրականացնողների ենթարկվելը մայր աթոռին, պաշտպանական կառույցի ղեկավարը պատասխանել է, թե բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքների խախտման փաստերով։ Իդեպ այսօր վերաքննիչ քրեական դատարանը հրապարակելու է Միքայել Սրբազանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ որոշումը։ Հիշեցնեմ, Միքայել arczepiskoposի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։ Քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել 2 ամիս ժամկետով, հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած Հայկ Հակոբյանը կձերբակալվի։ Հիշեցնեմ, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգման եղանակով փորձում ցուցմունք կորզել քաղաքացուց։ Եվ վերջում ևս մեկ սպորտային հաջողության մասին։ Բուլղարիայում մեկնարկած մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 10 մետր օդամղի չրացան մարզաձևում մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները. 10 մետր օդամղի ատրճանակ սոլո մարզաձև։ Հայկ Սարգսյանի 9-րդ տեղ, Արմեն Գևորգյան 25-րդ տեղ, Արտակ Ամիրյան 13-րդ տեղ։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու փետրվարի 6-ը։